Ալո, Ալին, բարի լույս, ոնց ես, ինչ ես անում։ բարի լույս արև, լավ եմ, դու ոնց ես, ես պատրաստվում եմ, որ դասի գնամ։ Ես էլ մոռացել էի պայուսակս դասավորել, էդ էի անում։ Տնայի բան չմոռանաս։ Չէ, չեմ մոռանա, պապան միշտ ստուգում է։ Ալին, դու կարաս երեկվա նկարները ուղարկես։ Անպայման, բայց գամ դասից տուն նոր, հա։ Դե լավ։ Բալես սետում հետ էիր խոսում։ Դասընկերուս հետ պապ։ Բայց ինչքան ես գիտեմ, ձեր դասարանում Ալինա անունով աղջիկ չկա։ Պապ։ Արևս, դու գիտես չէ, որ ես չեմ սիրում, երբ որ ինձ խաբում են։ Հեն էլ դու։ Դե ուղղակի ինձ Մագդան էր ասա տենց ասեմ։ Այսինքն։ Պապ, դու հիշում ես այն աղջկան, որ հիվանդանոցում տեսա իրան ու որ ինքը օգնես ինձ։ Հա, հիշում եմ։ Դե երեք իրան հանդիպեցի։ Գիտես, պարզվում է, որ Ալինան Նորոյի ու Էլիզի քուրիկն է։ Երեք պատական իրան դրսում տեսա, հետո Նորոն եկավ ու գնացինք սրճարան։ Ալինայի ծնունդն էլ նշեցինք ու խաղացինք։ Մագդան ու Նորան էլ դե խոսում էին, շատ հավես անցավ։ Ու Մագդան քեզ ասել է, որ ինձ չասես։ Պապ, խնդրում եմ չբարկանաս Մագդայի վրա։ Լավ, բալես, վարորդը սպասում է քեզ, պայուսակդ վերցրա իջի ներքև։ Դու չես ինձ տանում դպրոց։ Չէ, այսօր վարորդը քեզ կտանի։ Արագացրա, որ չուշանաս։ Հետո որ տուն գաս, ես ստեղ կլինեմ։ Դու աշխատանքի չես գնալու։ Չէ, բալես, ես այսօր ոչ միտեղ չեմ գնում։ Ալինա, լավ չես բալես, նոր օգնի, Ալին, օգնի թողնը, ստապ կանչեք։ Ալինա, ինչ այր, Ալինա։ Ալին, խոսա։ Ինչ է կարտազում եք, հետ ասա։ Նոր գլխում, սիրտս խառնում է, նոր վախում եմ, նոր ինձ հիվանդանոց կտանեք։ Հանգստացի, տա ջուր բերեք մի հատ։ Ալին, տաքսի կանչի, շուտ արա, տաքսի կանչի։ Ալին, ինչ դա է, Ալին, հանգստացի, վերջում։ Մի վախեցի, մի վախեցի։ Չէ։ Զանգեցի, շուտ արա։ Կանչում եմ նորով։ Խնդրում եմ, նոր վախում եմ։ Ինչ լավ է եկար Արշակ, ես էլ օգնության կարիք ունեի։
Հետո Մագդա, մենք հիմա ավելի կարևոր խոսալու բան ունենք։ Ինչ ա եղել։ Հաստորեն դուրս է գալի, որ դուք երեք շատ հաճելի օր եք անցկացրել Նորոյի ու Ալինայի հետ։ Հա, Մագդա։ Ես պատահական լսեցի, թե ոնց է Արևը Ալինայի հետ հեռախոսով խոսում։ Ճիշտ է, հարցեր տվեցի, բայց չպատասխանեց։ Անընդհատ պնդում է, որ Մագդային խոստացել է։ Ես ուզում եմ հասկանամ, մենք երբվանից սկսեցինք իրար չվստահել, հա Մագդա։ Երբվանից սկսեցինք իրարից թաքուն բաներ անել։ Գնանք, կասեք ոնց է Ալինան, ոնց է քույրս, ինչի համար էր վատացել։ Հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Սպասեք մինչև բժիշկը դուրս կգա։ Հա, բայց գոնե ասեք ներսում ինչ է կատարվում։ Կաթիլային ենք միացրել, որ վիճակը մի փոքր թեթևանա։ Չէ, ես չեմ դիմանում, ես հենց հիմա ներս եմ մտնում։ Դուք այդպես բժշկին կխանգարեք աշխատել։ Նորո խնդրում եմ հանգստացի։ Մենք հիմա պիտի սպասենք, ուրիշ տարբերակ չունենք։ Կարևորը գիտակցությունը տեղն է։ Սպասեք մինչև բժիշկը դուրս կգա։ Քույրս կյանքում սենց կտրուկ չէր վատացել։ Օրենք իրա բերանով ասի, որ իրան բերենք հիվանդանոց, որ չի դիմանում, ուրեմն նշանակում է, որ իրա վիճակը շատ վատ է։ Խնդրում եմ ձեզ, հանգստացեք։ Սպասեք մինչև բժիշկը կգա։ Ինձ ընդհանրապես դուր չի գալիս քո պահվածքը։ Տպավորությունն այնց է, որ դու Նորոյին մոտ լինելու համար պատրաստ ես ինձ խաբել, Մագդա, իմանալով, որ ես դեմ եմ ձեր շփմանը։ Արշակ, Մագդա, ես քեզ 1000 անգամ բացատրել եմ։ Եթե Նորոն հասկանար ու ընդուներ Արևին ու մեր ընտանիքը, ես ավելի ուրախ կլինեի ձեր համար։ այդ օրը երբեք չի գա։ Նորոն երբեք չի ընդունի ոչ մեզ, ոչ մեր ընտանիքը, եթե մենք ոչ մի քայլ չանենք։ Մենք Մագդա, հիմա դու ես քայլեր անում։ Ուղղակի ես չեմ հասկանում, ինչես քեզ քան դեժանացնում, ցածրացնում։ Որովհետև ես դժվար եմ բաժանվում այն մարդկանցից, ում սիրում եմ։ Դու ինձ շատ լավ ես ճանաչում։ Ուղղակի չգիտեմ, անընդհատ տարբեր բաներ ես պահանջում։ Դու շատ լավ գիտես, որ ես Նորոյին մի օրում, ոչ էլ մի ամսում չեմ կարա մոռանամ։ Ես անգամ մի տարվա վրա վստահ չեմ։ Ես նորից եմ ասում, Մագդա, ինձ դուր չի գալիս քո պահվածքը։ Ես չեմ ուզում, որ դու կապ ունենաս մի տղայի հետ, որ քո մեջ թշնամի է տեսնում, չեմ ուզում։ Նորոն իմ մեջ թշնամի չի տեսնում։ Նորոն իրան վատ է ներկայացնում, որ քեզ ցավացնի։ Հայ, ինքը Արևին չի ընդունում, բայց երեք Արևի խնդրանքը չկարողացավ մերժի։ Երևի ինչ-որ բան զգաց Արևի հանդեպ։ Լավ, ինչի չես հասկանում, որ այս տիպի հանդիպումները կարող է միակ ելքն են, որ այդ թշնամանքը անցնի։ Որ մենակ այս տիպի հանդիպումների միջոցով Արևին Շուշանի երեխեքը կընդունեն։ Կես ժամից ավել ներսում են։ Ոչ մեկ ոչ մի բան չի ասում։ Ասում են սպասեք, ինչ կա սպասել, ինք էլ չեմ դիմանում։ Նորո, մենք մեզ որ կորցնենք։ Ալինային ով է օգնելու։ Էլիս տեսար երեխան ինչ վիճակում էր։ Ոնց էր վատացել։ Ինչ վախեցած էր։ Աչքիս առաջ այդ տեսարանը։ Չեմ կարող մոռանամ, անընդհատ աչքիս առաջ Ալինես։ Ես կծնդեմ, չէ, ես կծնդեմ։
Հա, այդ։ Ես ոնց որ թե նորոյն եմ զանգել։ Հա։ Բայց հեռախոսը մոտս է մնացել։ Համել բարի լույս է դա։ Չնայած այդքան էլ բարի չի։ Այսինքն, ինչ է եղել։ Էդ Ալինան վատացել է, հիվանդանոց ենք բերել այսօր։ Ինչ։ Ոնց է հիմա երեխեն էլիս։ Չգիտեմ այդո։ Ոչ մի բան չգիտեմ, բժիշկները քանի ժամով ոչ մի բան չեն ասում են սպասեք։ Նորոն իրան լրիվ կորցրել է։ Այդ կգաս։ Դու իմ ինձ շատ ես պետք։ Հա, իհարկե էլիս, կգամ, որ նորոյի կողքին լինեմ։ Նույն հիվանդանոցում եք, չէ։ Հա։ Մագդա, թող քեզ չթվա, որ ես դեմ եմ, որ արևը շփվի եղբորը քույրերի հետ։ Թող չթվա, որ ես դեմ եմ հաշտությանը։ Ուղղակի ինձ այդ հաշտությունը քո թուլության հաշվին պետք չի։ Ես հիմա հարցին որպես արևի հայր չեմ նայում, այլ որպես քո մեծ աղբեր։ Ու ինձ դուր չի գալիս, որ դու ընկնես մի տղայի հետևից, ով որ ընդհանրապես չի ուզում քո հետ կապ ունենա։ Այդ իմ համար անընդունելի է։ Դու ոչ թե պետք է մի անգամից համաձայնվեր ու գներ հետը սրճարան, այլ պետք է արևի ձեռքը բռներ ու տուն գներ։ Պարզա։ Դու շատ լավ գիտես, որ մի սրճարանով ոչ արևին, ոչ նորոյին ու ոչ էլ Ալինային չես հաշտեցնի։ Ես հիմա վստահ եմ, նորոն իրան նենց ապայել, որ Ալինան ոչ մի բան չզգա։ Ու հաստատ քեզ զգուշացրել է, որ ոչ մի բան չխոսած, չէ՞։ Հա։ Դե ուրեմն մի ասա, որ արևի համար ես արել։ Մի ասա, որ փորձել ես թշնամանքը հարթեցնես։ Այդ ուղղակի լավ առիթ էր, որ նորոյին տեսնես ու հետը շփվես։ Այդքան բան։ Ես քեզ վերջին անգամ եմ զգուշացնում, Մագդա։ Եթե փորձես մի անգամ էլ առաջին քայլը դու անես, զանգես, գնաս, գաս, հանդիպումներ փնտրես, մենք իրար հետ ահավոր վատ խոսակցություն կունենանք։ Գիտես ցավը որն է։ Երբ որ դու սկսեցի Շուշանի համար պայքարել, ձեզ ավելի շատ խանգարող հանգամանքներ կային։ Շուշանը ամուսնացած էր, ուներ 3 երեխա, բայց մեկը դու մինչև վերջ պայքարում էիր, որովհետև դու ուզում էիր, որ Շուշանը քեզ վստահի, հավատա, բայց հիմա իմ ձեռքերը կապում ես։ Դու արդար չես, Արշակ, ընդհանրապես արդար չես։ Իսկ եթե ես կարողանում եմ նենց անել, որ նորոն մոռանա անցյալը, եթե իմ մոտ ստացվում է իրան համոզել, որ դու վատը չես, սխալ չես, դու տուն քանդող չես, դու ինձ միշտ ասել ես, որ սերը մարդուն փոխում է։ Հա, փոխում է, բայց փոխում է այն դեպքում, երբ որ մարդ պատրաստ է դրան, երբ որ իր համար ամենակարևորը սերն է, ոչ թե անցյալը ու շրջապատը։ Լսի, սերը չի փոխում այն մարդու կյանքը, որ առաջին իսկ դժվարությունից փախնում է, բայց փոխում է այն մարդու կյանքը, որ սկզբից մինչև վերջ մնում է, անկախ ամեն ինչից։ Ու ինձ ու Շուշանին օրինակ բերելուց միշտ հիշի, որ մենք երկուսով ենք պայքարում, երկուսով ենք մոռացել մեր անցյալ ու երկուսով ենք կռիվ տալիս մեր ներկայի համար։ Դու հիմա կարող ես կռիվ տալ ու հավատալ, որ նորոն մի օր կգնահատի ու կզանգի, բայց այդ մի օրը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ երկուսով չեք պայքարում։ Քեզ մի քիչ ծանր պահի։ Եթե դու զգում ես կորցնելու վախը, ուրեմն նենց արա, որ նորոն էլ զգա։ Լսեցիր։ Բարև ձեզ։ Բարև Լանա ջան։ Ես ինքս պետք է զանգեի քեզ, ուղղակի ամեն ինչ խառնվեց իրար ու մոռացա։ Մենք այսօր երեկոյան կարևոր խոսալու բան ունենք։ Նոր, ինչ նորություն կա։ Նոր բժշկի մոտ էի։ Ասես, որ վիճակը գնալով բարդանում է։
Ասաց, որ բուժման երկրորդ կուրսը պետք է սկսեն հետ։ Բա ինչի այսքան ժամանակ չեն սկսել։ Ինչին են սպասում, չեմ հասկանում, որ վիճակը ավելի վատանա։ Սպասում էին տեսնեն առաջի փորձը հիվանդության վրա կազդի թե չէ։ Ժամանակ պետք է անցներ։ Բա հիմա ինչ ա լինելու։ Մենք ինչ կարանք անենք, մեզնից ինչ ա կախված։ Դեղեր է նշանակել բժիշկը, ու այդ դեղերը պետք է ես առնեմ։ Հիվանդանոցը չի տրամադրում։ Կառնենք ախպերս։ Կառնենք, չմտածես, ինչ պետք է կանենք։ Ես կանեմ ախպերս, ամեն ինչ նորմալ է։ Այն որ դու իմ կողքին ես, այդ արդեն օգնություն է։ Բալավ, ես չիմանամ, ինչ խնդիր կա, որ կարող եմ մի բանով էլ ես օգնեմ։ Նորմալ է ջան։ Ամեն ինչ նորմալ է մոռացի։ Նորո Ալինան մենակ քո քուրիկը չի իմնելա։ Ես ինչով կարողանամ օգնելու եմ, ինձ մեկը դու ինչ ես ասում հիմա։ Շուտ ես ավարտել։ Հա, այսօր 2 դասաժամ ունենք, պապային զանգեցի, ասեցի, որ գա ինձ վերցնի։ Չգիտեմ դպրոցում ինչ միջոցառում էր, շուտ ավարտեցին։ Ասեիք, ես կգնայի կբերեի։ Դուք աշխատանքի չեք։ Չէ, աշխատանքի չեմ ու ես այսօր չեմ աշխատելու։ Ձեր հետ տանը կմնամ։ Լավ, արև, դու բարձրացի վերև փոխվի, լվացվի, որ գաս հաց ուտես։ Ալինես։ Ոնց ես։ Դեռ թույլ եմ ինձ զգում։ Կանցնի։ Էսա մի ժամից դեղերը կսկսեն ազդել ու թուլությունդ կանցնի։ Կանցս կանցնի։ Իսկ ինչքան ժամանակով կօգնի։ Մինչև դեղերի ազդեցությունը կորի, չէ՞։ Նոր ես զգում եմ, որ իմ վիճակը գնալով վատանում է։ Ես իմ նման չեմ։ Եթե առաջ ես կարողանում էի դիմանալ, հիմա էդ էլ չեմ կարողանում անել։ Խնդրում եմ, ինձ մենակ խոստացի, որ ես լավանալու եմ։ Կլավանաս, գանձես, ամեն ինչ լավ կլինի։ Ուրիշ տարբերակ չկա։ Որովհետև թեթև հիվանդությունը հասկանում ես կանցնի։ Մի խաբի էլի նոր։ Նոր ես թեթև հիվանդություն չի։ Ես քեզ էլ հարցեր չեմ տալու ու չեմ հարցնելու, թե ինչ հիվանդություն է այս։ Որովհետև ես գիտեմ, որ թեթև չի հաստատ։ Ուղղակի քեզ խնդրում եմ մի բան, որ խոստանաս, որ ես լավանալու եմ։ Խոստանում եմ։ Ալին, երբ ես նկարները ուղարկելու։ Ես դեռ սպասում եմ։ Ալին, երբ ես նկարները ուղարկելու։ Ես դեռ սպասում եմ։ Հա, արև։ Ալին, դասերդ ավարտել ես։
Ոչ եմ խանգարում։ Ես նույնիսկ դասի չեմ գնացել, Արև։ Հիվանդանոցում եմ։ Ոնց, ինչ ա եղել։ Ինձ լավ չի զգում։ Բայց հիմա լավ ես։ Մի քիչ լավ։ Ալին, ես հիմա պապայիս կասեմ, կբերի քո մոտ։ Հիմա կգամ։ Չէ, Արև, պետք չի։ Համ Նորոն, համ Էլիզը իմ կողքին են, ստեղ են։ Չէ, Ալին, ես քո ընկերուհին եմ, ես պիտի քո մոտ լինեմ այդտեղ։ Հիմա կգամ։ Պապ ինձ հիվանդանոց կտանես։ Բալես ինչ ա եղել։ Քեզ լավ չես զգում։ Չէ, ես լավ եմ։ Ալինայի համար է, հիմա հիվանդանոցում է ինքը։ Արև ինձ թվում է մեր գնալը ճիշտ չի լինի։ Մագդա, բայց ինքը իմ ընկերուհին է։ Ես իրան խոստացել եմ, որ գնալու եմ։ Գանց, Ալինան հաստատ մենակ չի, հարազատները կողքին են։ Արի սենց անենք։ Մի քանի ժամ հետո նորից զանգի ու հարցատես ոնց է, հա։ Պապ, խնդրում եմ, արի հիմա գնանք, մինչև չգնանք չեմ հանգստանալու։ Արև շատ նեղված ես։ Հա, որովհետև Ալինան իմ ընկերուհին է, ու ինքը ինձ օգնել է։ Ուզում եմ այս անգամ ես էլ իրան օգնեմ։ Լավ բալես, դու հիմա բարձացի քո սենյակ, խոստանում եմ, որ կգնաս։ Ապրես, պապ։ Ինչի խոստացար, որ կգնանք։ Դու պատկերացնում ես ինչ կկատարվի, որ մենք գնանք։ Մագդա, բա ինչ անեի, դու չտեսար երեխու վիճակը։ Լավ, բա հիմա ինչ ես անելու։ Ալո, Նորո բարև։ չհասկացա։ Ես քեզ չի ասել, որ այս համարը կմոռանաս ու ընդհանրապես չզանգես։ Կլինի հանգստանաս ու ինձ լսես։ Չէ, չի լինի։ Ես այն վիճակում չեմ, որ քեզ լսեմ, ու չեմ էլ ուզում ընդհանրապես լսեմ։ Լսի, ես գիտեմ, որ Ալինան հիվանդանոցում է։ Չհասկացա։ Դու որտեղ ես գիտես։ Էդոն է ասել։ Չէ, Էդոն չի ասել։ Արևն Ալինայի հետ խոսացել։ Քո թուրտվությամբ են, չէ, երեք սրճարանում հանդիպել, շփվել։ Ու հիմա երեխեքը կապը պահում են։ Այդ ոչ մի բան չի նշանակում։ Պահեր եղավ, անցավ գնաց։ Լսի, այդ քո համար ոչ մի բան չի նշանակում, բայց այդ երեխեքի համար այդ պահը ընկերության ա վերածվել։ Ու հիմա իրանք շփվում են։ Ու հիմա Արևը ուզում է տեսնի Ալինային։ Ես քեզ տեղ չտեսնեմ։ Նորո, Եթե ոտք դրեցիր հիվանդանոց, ես խոստանում եմ, որ այդ հեչ լավ ավարտ չի ունենալու քո համար։ լսի, արի ինձ մի սպառն, հա, ես քո տարիքին չեմ։ Ուղղակի վիճակը թարգելով ես չեմ գալի, բայց մի պայմանով։ Այս արդեն դու ես ուզում ինչ-որ բաներ թելադրես, այն էլ ինձ արշակ։ Նորո, լսի ինձ։ Երեխեքը պետք է հանդիպեն իրար հետ։ Ու ես քեզ չեմ հարցնում, թողնում ես թե չես թողնում։ Լսի, Արևը անհանգիստ է, լացում է։ Չեղավ արշակ։ Եթե քեզ թվում է, որ դու կարաս ինչ-որ բան ուզենաս անես, ու ես համաձայնվեմ, չարաչար սխալվում ես։ Արևին ասա, որ Ալինայի մոտ մարդ չեն թողնում։ Ես նորից եմ քեզ ասում։ Էդոն Արևին կբերի ու դու կթողնես, որ իրար տեսնեն։ Ոնց որ երեք թողեցիր, որ շփվեն իրար հետ։ Չհասկացա։ Այդ երեկվա եղածը ձեզ հույսեր ա տվել, հա։ Լսի տղա ջան, ես 3 տարեկան չեմ, որ ինչ որ մեկի ասածներից ոգևորվեմ։ Չէ, քո խոսալուց տենց եմ հասկանում։ Անընդհատ երեկվա դեպքն ես շեշտում։ Շեշտում եմ, որ քեզ նորից նույն ձև տրամադրես ու Արևին չնեղացնես։ Երեխեքը չպետք է մեր պատճառով տուժեն, լսում ես։ Ես չեմ ուզում Ալինան իմանա, ով է Արևի իր համար։ Պարզ է։ Խնդիր չկա, չես ուզում չեն իմանա։
Դրա համար ես չեմ գալի, Արևին եմ ուղարկում։ Ինչ որ բան է եղել, մտով էր բազանգեմ։ Արշակներ։ Ինչ էր ասում։ Ասում էր, որ Արևը ուզում է գա Ալինային տեսնի։ Բա որտեղից է իմացա։ Երեխեքը կապով են եղել իրար հետ։ Խոսացել են։ Դու էլ թողեցիր, որ գա։ Իրան չէ։ Այդ դու հիմա գնում ես Արևին բերում ես։ Մենակ Արևին։ Ու ես ամեն ինչի ես մենակ կուլ եմ տալի նրա համար, որովհետև գիտեմ, որ Ալինան կուրախանա, կծրվի։ Բայց այդ արշակը իրա խոսալու համար, պահանջների համար պատասխանա տալու։ Զանգում եմ։ Խոսատես ինչ է ասում։ Խառնա ամեն ինչ։ Ինչն է խառը։ Դե նկատի ունեմ, որ ոչ մի ձև չեմ կարողանում Արևի օրը իմ ուզածի նման պլանավորեմ, անընդհատ ինչ-որ գործեր են առաջանում։ Հիմա էլ չէ տեղա գնալու։ Հա որ դու այդ նկատի ունեիր։ Դուք ինձ էլի չեք վստահում։ Ու ես սկսում եմ ինձ դրանից վատ զգալ։ Ուղղակի լարված եմ։ Ու հիմա Արևը դուրս է գալի։ Դա շատ լավ է։ Ես ասել եմ, չէ՞ որ խոսալու բան ունենք։ Նորո ես զարմանում եմ։ Դու ոնց ես թույլ տվել, որ իրանք գան։ Ոնց Նորո։ Այնից հետո ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Չէ Նոր։ Բացատրելու ոչ մի բան չկա։ Այդ մարդը մեր փոխարեն որոշումներ է կայացնում։ Որոշեց ու արեց։ Ինչ ուզում է անում է։ Ինչի համար ես վիճակս ավելի բարդացնում։ Իմ սիրելի եղբայր, քո վիճակը դու ես բարդացնում մենակ։ Դու։ Գիտես, չգիտեմ, որ գնացել ես սրճարանում էլ Մագդային ես տեսել։ Հա, մի զարմացի, գիտեմ։ Ալինայի շատ սիրուն նկարներն եմ տեսել նկարած։ Հիմա այդ քննարկելու ժամանակն է։ Հա? Ես եմ այս ամեն ինչի հիմքը դրել։ Ես էլ ամեն ինչ կանեմ, որ վերջ տամ այս ամեն ինչին։ Բայց հիմա մենք պետք է մենակ Ալինայի մասին մտածենք։ Չէ Նորո ջան, դու պետք է այդ շփմանը ի սկզբանե դեմ լինեիր։ Իրանք ընդամենը մի անգամ էին իրար տեսել ու հիվանդանոցում։ Իսկ դու թողեցիր, որ մտերմանան։ Էլիս, կարոտել էի քեզ, շատ էի կարոտել։ Ես էլ քեզ։ Բա ինչի չես գալիս մեր տուն, կամ ինչի չես զանգում։ Արև, չեմ հասցնում ուղղակի։ Իմ համար էլ ժամանակ չունես։ Իրոք չունեմ ժամանակ։ Արև ջան, արի գնանք, Ալինան քեզ է սպասում, հա? Արի։ Էլիս, ինչի համար ես բարկությունը տերեխով վրա թափում, հա? Ճիշտ է ասում Էլիս։ Հա, պաշտպանեք երեխուն, կերա։ Դու կարաս ես երեխուն չսիրես, կարաս չընդունես,
Բայց իրավունք չունես նեղացնես, հասկացար։ Զսպի քեզ։ Վայ, արե։ Ես վերջը քո ասածը արեցիր։ Հա, ո՞նց ես։ Արդեն լավ եմ։ Դու ո՞նց ես։ Որ քեզ էստեղ եմ տեսնում, նեղվում եմ։ Ուզում եմ շուտ լավանաս, որ շուտ դուրս գաս։ Չես վախենում, չէ՞։ Առաջ չէի վախենում։ Հիմա մի քիչ վախենում եմ։ Իսկ ես ո՞նց օգնեմ քեզ։ Դու արդեն ինձ օգնում ես։ Բայց ես դեռ ոչ մի բան չեմ արել։ Ո՞նց չես արել։ Եկել հասել ես իմ մոտ ու հիմա իմ կողքին նստած ես։ Այդ արդեն մեծ օգնություն է։ Կուզես գիշերն էլ կմնամ, որ շուտ լավանաս։ Շատ լավ է, որ հիմա տանը մենակ ենք։ Ու ես հիմա չեմ նեղվի, որ քեզ անձնական հարցեր տամ։ Դու իմ բոլոր հարցերին պետքա պատասխանես։ Ես պետքա հասկանամ, դու շարունակելու ես մեր տունը մնաս, թե չէ։